Խորհրդային տարիներին, եթե գիրք ձեռք բերելու համար մարդիկ հերթապահում էին գրադարանների կամ գրախանութների մոտ, այսօր յուրաքանչյուր ոք կարող է այն ձեռք բերել ավելի հեշտ, հենց իրենց բնակարանում համակարգչի առջև։ Այնուամենայնիվ, գիրքը մարդկանց կենցաղից պակասել է, դրա հետ մեկտեղ պակասել է նաև գրադարան այցելուների թիվը։ Արտագաղթը մեծապես ազդում է նաև ընթերցողների քանակի պակասի վրա։ Դա էլ սոցիալական պայմաններից է, դա արդեն դժվար լուծվող խնդիր է, դա արդեն գրադարանի լուծելիք խնդիրը չէ, եթե մարդը արտագաղթեց, ընթերցող է արտագաղթում։ Բայց եթե մենք ունենում ենք մեկ ընթերցող, դա չի նշանակում մեկ մարդ է այդ գիրքը կարդում, ընթերցողը վերցնում է, ասենք 10 գիրք է տանում, նրա հետ կարող են նաև կարդալ տան մյուս անդամները, այսինքն մեկը կարող է 4 կամ 5 լինել։ Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան գրադարանների կենտրոնացված համակարգը վերջին 8 ամիսների ընթացքում ունեցել է 5142 ընթերցող։ Գրադարանների կենտրոնացված համակարգում գործում են 4 մասսայական և 4 մանկական գրադարաններ քաղաքի տարբեր հատվածներում, որտեղ յուրաքանչյուրն ունի իր այցելուն։ Ամեն թաղամասում գործող գրադարանը ունի իր ընթերցողները եւ տվյալ, ասենք, թաղամասի, տվյալ տարածքին ավելի մոտ գտնվող մարդը բնականաբար կգնա այնտեղ, որտեղ որ այդ գրադարանն է գործում։ Այսօր գրադարան հաճախում են թե երեխաները և թե մեծահասակները։ Հիմնականում ընթերցողները մեր դպրոցականներն են։ Դպրոցը լավ է, որ պարտադրում է գրականություն կարդալ, պարտադիր ընթերցանության ցանկով ուսանողներն են, որոնք առանց կարդալու չեն կարող ուսում առնել, չեն կարող մասնագիտական գրականություն չկարդալ, եւ նաեւ լավ է, որ մեծահասակների եւ տարեցների մեջ էլ ընթերցողներ շատ կան, գալիս են, գրվում են, կարդում են այդ գրքերը։ Խորեն Գասպարյանը նշեց, որ գրադարանն այսօր ունի ընթերցասրահների և վերանորոգման խնդիրներ։ Ստեղծված խնդիրները գրադարանի աշխատակազմն է փորձում քիչ թե շատ լուծում տալ։ Նորոգման, ընթերցասրահի, բայց քիչ թե շատ պայմաններ էլ ինքներս փորձում ենք ստեղծել եւ ստեղծում ենք։ Նաեւ այսպես կոչված կոսմետիկ նորոգումներ ինքներս ենք կատարում։ Գոնե եթե ներկելու ինչ-ինչ խնդիրներ կան, դա էլ կատարում ենք, դա էլ անում ենք։ Խորեն Գասպարյանը նշեց նաև, որ գրադարանն ունի գրքերի պակաս, հատկապես ժամանակակից և օտարալեզու, սակայն գրադարանը անում է հնարավորը, որպեսզի այցելուները ձեռք բերեն անհրաժեշտ գիրքը։ Մենք համացանցային կապ ունենք, համակարգչի միջոցով, համացանցով կարողանում ենք ընթերցողներին նաև տրամադրել թվայնացված գրականություն, այսինքն գիրքը կամ ասենք մենք ներբեռնել ենք եւ այդպես ենք տալիս էլեկտրոնային, ասենք տարբերակ կրիչներով, կամ իրենց տալիս ենք համացանցի, ասենք հիմնական հասցեն, այդ link, որ ասում են, որպեսզի դրանով նրանք կարողանան գնան ընթերցեն։ Հիմնականում դրանք օտարալեզու, անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն օտարալեզու գրականությունն է։ Այն հարցին, թե գիրք կարդալը ավելի հետաքրքիր է էլեկտրոնային, թե գիրք տարբերակով, Խորեն Գասպարյանը նշեց, որ իր համար գիրքը շնչող էակ է, կենդանի օրգանիզմ, եւ այն պետք է զգալ եւ շոշափել։ Երեխաների մոտ խոսում ենք գրքի գրականության հետ կապված այդ մասին, մի հարց եղավ էլեկտրոնային գրականություն եւ գիրք որպես իր դասական ձևով, ես ասացի, որ դա նման է, որ մարդ իր հարազատին գրքի, փաթաթվի, համբուրի, դա գիրքն է, որ ձեռքդ ես վերցնում, հոտն ես զգում, տեսքն ես զգում, գեղագիտական հաճույք ես ստանում նրա տպագրական որակից եւ այլ, կարդում այդպես, եւ դա եւ նաեւ իսկ էլեկտրոնային տարբերակը ես համեմատեցի Skype-ով, այսպես կոչված, հարազատի հետ խոսելու հետ։ Skype-ով չես կարող, միայն տեսնում ես, չես կարող գրկել, ամփուրել, փաթաթվել, սիրել, ի վերջո, փայփայել, գուրգուրել։ Ինձ համար գիրքը գերադասել է, բայց եթե հարազատդ հեռու է եւ դրա հնարավորությունը չկա, ինչու չօգտվել էլեկտրոնային տարբերակի ընձեռած հնարավորությունից, ինչու չօգտվել Skype-ի այդ տարբերակից։ Մարինա Անդրեասյան, Տաթևիկ Ղազարյան, Միք հեռուստաընկերություն։